Պատկերացրեք մի մոլորակ, որը միլիարդավոր տարիներ թափառում է տիեզերքի անվերջանալի մթության մեջ, որտեղ երբեք չի լինում արևածագ կամ մայրամուտ։ Միայն հավերժական գիշեր։ Գուցե կարծեք, թե սա գիտաֆանտաստիկա է, բայց նման աշխարհներ իսկապես գոյություն ունեն, եւ դրանցից մի քանիսը գտնվում են մեզ շատ ավելի մոտ տարածքում, քան պատկերացնում եք։ Այդ տարածքը Կոյպերի գոտին է։ Վիթխարի օղակ, որը շրջապատում է արեգակնային համակարգը եւ տարածվում միլիարդավոր կիլոմետրերով։ Այստեղ արեգակի լույսն արդեն այնքան թույլ է, որ նույնիսկ կեսօրին այն պարզապես պայծառ աստղ է թվում։ Այս սառցե թագավորությունում լողում են միլիոնավոր մարմիններ։ Քարից, սառույցից եւ սառած գազերից կազմված աշխարհների մնացորդներ։ Դրանք արեգակնային համակարգի ամենահին բնակիչներն են։ Ձևավորվել են մոտ 4.5 միլիարդ տարի առաջ, գրեթե նույն ժամանակ, երբ ձևավորվում էին մոլորակները։ Այսօր մենք կայցելենք այդ գոտու ամենահայտնի բնակիչներին, կհասկանանք, թե ինչու Պլուտոնը կորցրեց իր մոլորակի կարգավիճակը, կծանոթանանք խորհրդավոր Մակեմակեին եւ կհասնենք տիեզերքի ամենամիայնակ աշխարհներին, թափառող մոլորակների, որոնք հավերժ սլանում են գալակտիկայի մթության մեջ առանց որևէ աստղի։ Եթե Կոյպերի գոտին ունի խորհրդանիշ, ապա դա անկասկած Պլուտոնն է։ 1930 թվականին նրա հետնագործությունը համարվեց աստղագիտության ամենամեծ հաջողություններից մեկը։ Հաջորդ 76 տարիների ընթացքում աշխարհի բոլոր դպրոցներում սովորեցնում էին, որ Պլուտոնը արեգակնային համակարգի 9-րդ մոլորակն է։ Բայց 2006 թվականին ամեն ինչ փոխվեց։ Միջազգային աստղագիտական միությունը տվեց մոլորակի սահմանումը։ Այն պետք է պտտվի արեգակի շուրջ, լինի գրեթե գնդաձև եւ իր ձգողականությամբ մաքրի իր ուղեծրի շրջակայքը, դառնալով այնտեղ գերիշխող մարմինը։ Պլուտոնը հաջողությամբ անցնում է առաջին երկու պայմանները, բայց ոչ երրորդը։ Նրա ուղեծրի շրջակայքում կան հազարավոր այլ սառցե մարմիններ։ Պլուտոնը վերադասակարգվեց եւ պաշտոնապես ճանաչվեց որպես գաճաճ մոլորակ։ Սակայն անկախ կարգավիճակից նա շարունակում է մնալ անհավանական հետաքրքիր մոլորակ։ Արեգակից գրեթե 6 միլիարդ կիլոմետր հեռավորության պատճառով այստեղ տիրում է սաստիկ ցուրտ։ Միջին ջերմաստիճանը հասնում է մոտ -230 աստիճանի։ Պլուտոն հասնելու համար արևի լույսից պահանջվում է ավելի քան 5 ժամ, մինչդեռ Երկիր այն հասնում է ընդամենը 8 րոպեում։ Այդպիսի պայմաններում ազոտը, մեթանը եւ ածխածնի մոնոքսիդը վերածվում են ամուր սառույցի։ Երկրի վրա դրանք գազեր են, Պլուտոնի վրա քարեր։ Բայց ամենազարմանալին գիտնականներին սպասում էր միայն 2015 թվականին։ NASA-ի New Horizons տիեզերական կայանը դարձավ առաջին եւ առայժմ միակ սարքը, որը մոտիկից ուսումնասիրեց Պլուտոնը։ Գիտնականները սպասում էին տեսնել անշարժ խառնարաններով պատված սառցե աշխարհ։ Փոխարենը նրանք հայտնաբերեցին զարմանալիորեն ակտիվ մոլորակ։ Հսկայական ազոտային սառցադաշտեր, սառույցից կազմված լեռներ, որոնց բարձրությունը հասնում է մի քանի կիլոմետրերի, եւ նույնիսկ հրաբուխներ, որոնք լավայի փոխարեն արտանետում են ջրի, ամոնիակի կամ այլ սառած նյութերի խառնուրդ։ Հնարավոր է, նրանց խորքերում դեռևս պահպանվում է ներքին ակտիվություն։ Պլուտոնի տրամագիծը ընդամենը 2376 կիլոմետր է, շատ ավելի փոքր, քան մեր Լուսինը, բայց չափերն այստեղ ամենահետաքրքիրը չեն։ Պլուտոնի ուղեծիրը արեգակի շուրջ մեզ համար շատ անսովոր է։ Այն ոչ միայն ուժեղ ձգված էլիպս է, այլև մոտ 17 աստիճանով թեքված է մյուս մոլորակների ուղեծրերի նկատմամբ։ Մեկ ամբողջական տարին այստեղ տևում է 248 երկրային տարի։ Սա նշանակում է, որ Պլուտոնի հայտնաբերումից անցել է գրեթե 1 դար, բայց նա դեռ չի հասցրել նույնիսկ մեկ ամբողջական պտույտ կատարել արեգակի շուրջ։ Իսկ մեկ օրը տևում է մոտ 6.5 երկրային օր։ Եվ եթե այս փոքրիկ աշխարհը դեռ կարողանում է զարմացնել գիտնականներին, ապա պատկերացնում եք, թե ինչ գաղտնիքներ կարող են թաքնված լինել նրանից էլ ավելի հեռու գտնվող մոլորակներում։ Պլուտոնը Կոյպերի գոտու միակ հետաքրքիր բնակիչը չէ։ Նրանից էլ ավելի հեռու պտտվում է շատ արտասովոր մի մոլորակ՝ Մակեմակե։ Այն հայտնաբերվեց 2005 թվականին, զատկից ընդամենը մի քանի օր անց,
եւ անվանվեց Մակեմակե՝ ի պատիվ Զատկի կղզու բնիկ ժողովրդի գլխավոր աստծո։ Այս գաճաճ մոլորակի տրամագիծը մոտ 1430 կիլոմետր է։ Սա երկրի տրամագծի ընդամենը 11%-ն է։ Չնայած իր համեստ չափերին, Մակեմակեն արեգակնային համակարգի ամենապայծառ գաճաճ մոլորակներից մեկն է։ Պատճառը նրա մակերևույթն է։ Այն ծածկված է սառած մեթանի, էթանի եւ հավանաբար ազոտի շերտերով, որոնք արտացոլում են արեգակի հասնող թույլ լույսի մեծ մասը։ Բայց նա այնքան հեռու է արեգակից, որ նույնիսկ կեսօրին լույսը նման է երկրի վրա մթնշաղին։ Մակեմակեն արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարելու համար ծախսում է մոտ 305 երկրային տարի։ Մակերևույթի ջերմաստիճանը հասնում է մոտ -240 աստիճանի, սովորական գազերը վերածելով ամուր սառույցի։ 2016 թվականին աստղագետները հայտնաբերեցին նրա միակ հայտնի արբանյակը MK2-ը։ Այն ածուխի պես սև է, ինչը հակադրվում է հենց Մակեմակեի պայծառությանը։ Այս փոքրիկ արբանյակը դեռևս բազմաթիվ գաղտնիքներ է պահում գիտնականների համար։ Պլուտոնը, Մակեմակեն, որքան էլ հեռավոր եւ սառը, ունեն մի բան, որն անհնարին շքեղություն է տիեզերքի որոշ աշխարհների համար։ Նրանք ունեն արև, ունեն ուղեծիր։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ մոլորակն ամբողջովին կորցնում է իր արևին։ Այսպիսի աշխարհներ իրականում գոյություն ունեն։ Դրանք կոչվում են թափառող մոլորակներ։ Մոլորակներ, որոնք չեն լուսավորվում որևէ աստղի կողմից, չունեն արեգակ, չունեն եղանակներ, միայն հավերժական խավար։ Բայց ինչպես կարող է մոլորակը կորցնել իր աստղը։ Գիտնականները կարծում են, որ դրանց մեծ մասը ծնվել է սովորական աստղային համակարգերում, սակայն ժամանակի ընթացքում հսկայական գազային մոլորակների ձգողականությունը կամ մոտակայքով անցնող այլ աստղերի ազդեցությունը կարող էին խախտել նրանց ուղեծիրը։ Արդյունքում այդ աշխարհները բառացիորեն դուրս են շպրտվել իրենց համակարգերից դեպի միջաստղային դատարկ տարածություն։ Հնարավոր է նաև մեկ այլ սցենար։ Որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ թափառող մոլորակները կարող էին ձևավորվել անմիջապես գազի և փոշու ամպերից, առանց երբևէ որևէ աստղի շուրջ պտտվելու։ Գոյություն ունեն երկրի չափերի քարքարոտ թափառող մոլորակներ։ Կան նաև վիթխարի գազային աշխարհներ, որոնց զանգվածը մի քանի անգամ գերազանցում է Յուպիտերի զանգվածին։ Եվ մենք հավանաբար տեսնում ենք դրանց միայն չնչին մասը։ Աստղագետների գնահատականներով միայն մեր Ծիր-Կաթին գալակտիկայում կարող են գոյություն ունենալ միլիարդավոր թափառող մոլորակներ։ Ենթադրվում է նույնիսկ, որ դրանց ընդհանուր թիվը կարող է գերազանցել գալակտիկայի աստղերի թվին։ Սակայն նրանց հայտնաբերելը չափազանց դժվար է, քանի որ այս մոլորակները գրեթե լույս չեն արձակում եւ չեն լուսավորվում որևէ այլ աստղի կողմից, աստղագետները սովորաբար հայտնաբերում են նրանց միայն այն ժամանակ, երբ նրանց ձգողականությունը կարճ ժամանակով մեծացնում է հեռավոր աստղի լույսը։ Սա նշանակում է, որ հնարավոր է հենց այս պահին մեր արեգակնային համակարգի միջով նույնպես անցնում է որևէ թափառող մոլորակ։ Բայց ինչպիսին է կյանքը մի աշխարհում, որտեղ արև գոյություն չունի։ Միայն անսահման խավար։ Մակերևույթի ջերմաստիճանը այստեղ կարող է մոտենալ -270 աստիճանի, բայց ռադիոակտիվ տարրերի տրոհումը եւ մոլորակի ձևավորման ժամանակ կուտակված էներգիան կարող են միլիարդավոր տարիներ տակ պահել նրա ներքին շերտերը։ Եթե մակերևույթը ծածկված լինի հաստ սառցակեղևով, այդ շերտը կարող է գործել ինչպես ջերմամեկուսիչ։ Եվ հենց դրա տակ հնարավոր է գոյություն ունենան հեղուկ ջրով օվկիանոսներ։ Իսկ եթե կա ջուր, էներգիայի աղբյուր եւ բավարար ժամանակ, ապա գուցե գոյություն ունեն նաեւ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։ Եվ այդ կյանքը կարող է զարգանալ մի աշխարհում, որը երբեք արև չի տեսել։ Եթե ձեզ նույնպես զարմացրեց, թե որքան տարօրինակ աշխարհներ կան մեր արեգակնային համակարգի սահմաններից այն կողմ, ապա աջակցեք տեսանյութին, հավանելով այն եւ բաժանորդագրվելով ալիքին։ Առջևում մեզ սպասում են տիեզերքի էլ ավելի անհավանական գաղտնիքներ։